Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը ու ընթացիկ զարգացումները։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Նա հայտարարել է, որ իր պայքարը շարունակելու է մինչև այս իշխանության հեռանալը։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր զոհերի համար, ովքեր հանձնեցին Արցախն ու ստիպում են մոռանալ հերոսական պայքարի պատմությունը, հայտարարել է Քոչարյանը։ Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի, այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։ Իրանից որևէ արտառոց հոսք դեպի Հայաստան չկա, իրանահայերից 2 վիրավոր կա, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Մերձավոր Արևելքի հակամարտության սրումը կարող է Հայաստանի ներսում գնաճը ավելացնել 1,2-ից 1,7%-ով, այս մասին ասուլիսում հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Եվրամիության արագ արձագանքման խումբը Հայաստան կժամանի ապրիլի սկզբին։ Փորձագետների խումբը կազմված կլինի 9-ից 14 հոգուց։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը եւ որպես խափանման միջոց ընտրեց վարչական հսկողությունը համակցված բացակայելու արգելքով։ Միաժամանակ Սրբազանին արգելվել է այցելել թեմի նստավայր ու մարզի եկեղեցիներ։ Բռնաբարության մեղադրանքով կալանավորված տղամարդուն խցում հայտնաբերել են մահացած։ Փաստինֆոյի հարցմանն ի պատասխան քրեակատարողական ծառայությունից պաշտոնապես հայտնել են, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկում 53-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կախված վիճակում։ Արմենիա բժշկական կենտրոնի բժշկուհին մեղադրվում է Երիկամի անօրինական վաճառքի մեջ։ Ըստ քննչական կոմիտեի, բժշկուհին 2022-ից 2023 թվականներին օժանդակել է ազգականին նրա երիկամը 40-ից 60 հազար դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Սեյրան Օհանյանի կինը Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը իդեմս քննչական կոմիտեի ու պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը, ինչպես նաև ոչ նյութական վնասի փոխհատուցում տրամադրել։ Մեկ այլ հայց էլ Ռուզաննա Խաչատրյանը ներկայացրել է հանրային հեռուստաընկերության դեմ։